Ողջույն բոլորին, այսօր կխոսենք լուսնի միացումների մասին։ Լուսինը հունվարի 21-ին ընդամենը ունի մեկ միացում, որը տեղի ունենալու կեսգիշերն անց Հայաստանի համար։ Դուք կարող եք, ովքեր որ տարբեր ժամային գոտում են գտնվում, կարող եք վերածել ձեր ժամային գոտուն եւ տեսնել, թե որ ժամին է դա տեղի ունենալու։ Լարված միացում ունի լուսինը, նաեւ լուսինը գտնվում է ձկներ նշանում այդ օրը։ Եվ քանի որ ձուկը ինքը հենց մի փոքր այդպես զգայուն նշան է, ապա մարդկանց մոտ եւս կավելանա, կմեծանա զգայունությունը, կարող են կարոտել այդ ուշադրության զգացումը, մարդկանցից ուշադրություն, խնամք, կարեկցանք, հասկացողություն կցանկանան, որ դիմացին իրենց ավելի շատ հասկանա իրենց այդ իրավիճակի հետ կապված։ Կարող եք դառնալ ուղղակի ավելի կասկածամիտ։ Այս ժամանակահատվածում մարդիկ կարողանում են գտնել իրենց տաղանդները կամ ի հայտ է գալիս որևիցե տաղանդ եւ կարողանում են խնդիրների լուծումը գտնել։ Մարդիկ ավելի շատ կերազեն, երեխաները նույնպես, քան ավելի շատ կկենտրոնանան դասերի վրա այս երկու օրը։ Պարզապես այս երկու օրը շփվեք հաճելի մարդկանց հետ, անցկացրեք մաքուր օդում, որևիցե ջրի մոտ, հանգստացեք ուղղակի։ Ոմանք նաև կարող են ցանկանալ փախչել խնդիրներից, միայնակ մնալ, մտորել, կարող եք անհիմն անհանգստություն զգալ եւ այս օրերին դեղորայք ընդունել պարզապես հենց այնպես, որ ձեզ ձեր ընկերուհին կամ ինչ-որ մեկն է ասել, որ պետք է ընդունեք, բացարձակապես չի թույլատրվում, որովհետեւ դեղորայքը պետք է օգտագործեք շատ զգույշ այս օրերին, որովհետև եթե ձեզ մոտ լուսինը լարված միացում ունի, այդ դեղորայքը կարող է ձեզ վնասել։ Նաև ովքեր որ ունեն քրոնիկ հիվանդություններ, ապա այս օրերին եւս պետք է մի փոքր նվազեցնել դեղորայքի չափաբաժինը, պետք չէ շատ ընդունել։ Եվ այս օրերին եւս պետք է, եթե ձեզ ոչինչ Եթե հիվանդանոցում եք գտնվում, դա արդեն մեկ այլ հարց է, բայց դեղորայքի նշանակում այնպես արեք, որ այս օրերին չլինի, որովհետև կարող է նաև սխալ դեղորայք նշանակել։ Եվ քանի որ լուսինը գտնվում է ձկներ նշանում, ապա հնարավոր է այստեղ խոստանան, բայց չանեն, խաբեություն, խարդախություն, արկածներ, թակարդներ, նաև թունավորումները շատ հնարավոր են այստեղ, ալկոհոլի, սննդի, նաև իհարկե սեքսի հետ կապված տարբեր տեսակի ավելորդություններ կարող են լինել։ Եվ պետք չի միայնակ դրսում մնալ, հատկապես կեսգիշերին։ Եվ թունավորումներ է հնարավոր, վիրուսային եւ վարակիչ հիվանդություններ նույնպես։ Եվ քանի որ լուսինը գիշերը ունի լարված միացում, ապա մարդկանց հարաբերությունները եւս կարող եք քնելուց առաջ մի փոքր լարվեք, գրգռվածությունն է բարձրանում, տրամադրությունը հանկարծակի կարող է փոխվել, դրա համար պետք է ուղղակի գիշերը տանից դուրս չգալ, որովհետև նաև վթարի ենթարկվելու վտանգը բավականին շատ մեծ է։ Երազները եւս կարող է մի փոքր տանջել ձեզ, որովհետև այդ լարված պահ կա ձեր մոտ, դրա համար դուք կարող եք նմանատիպ երազներ տեսնել։ Միացումը տեղի ունենալու Հայաստանի ժամանակով 20-ի գիշեր, լույս 21, ժամը 02:30 մինչև առավոտյան ժամը 8:30։ Նաև առավոտյան դա արդեն մարդիկ նստում են ավտոբուս, շատ լարված ժամանակ է նաև հենց դիսպեչերների համար, վարորդների եւ գնացքի, ովքեր որ գնացքն են վարում, իրենց համար։ Բավականին հուզվածությունը շատ կարող է լինել։ Եթե ձեր աշխատանքը սկսում է մի փոքր ավելի շուտ, ապա պետք է հասկանաք, որ դեռ այդ միացումը դեռ պահպանվում է այսպես թե այնպես, կարող է օրվա ընթացքում եւս նկատեք դա, կարող է լարվածություն առաջանալ հենց ընկերների հետ, դա կարող է լինել հուզական, դա կարող է լինել նյութականի հետ կապված։ Եվ եթե այս ժամանակ չլուծեք այդ հարցերը կամ շատ բարդացնեք, ապա դա ուղղակի տանում է բաժանման եւ ընկերների եւ նաեւ կարող է սիրելիների հետ կապված լինի։ Եվ պետք է հասկանալ, որ կարող է բավականին դժվար լինել կանանց հետ շփվելը։
Հարկավոր չի նոր մարդկանց հետ հանդիպել, հատկապես առավոտյան շուտ։ Եվ եթե գիշերը վիճեք ձեր ամուսնու կամ կնոջ հետ, եկուզ առավոտյան շուտ, հետո գիտեք, կարող եք մոռանալ, թե ինչի համար եք ընդհանրապես իրար հետ վիճել, որովհետև կամ կիսաքուն եք լինելու, կամ նաև լուսինը ձկներում այդ իր ազդեցությունն ունի, որովհետև մարդուն ոնց որ երկրում չի պահում, ոնց որ երկնքում է գտնվում եւ ինչ որ պահեր են, որոնք որ մարդիկ կարող են անել, հետո չհիշել, թե ինչի համար եք ընդհանրապես դուք վիճել իրար հետ։ Նաև կարող են հյուրեր ժամանել ձեր տուն ամենաանհարմար ժամանակահատվածում ձեզ համար։ Կամ նաև կարող է անսպասելի լուրեր լսեք, որից որ պետք է, որ ասում է հարմարավետ նստած եք, պետք է տեղից դուրս գաք եւ ստիպեք ձեզ ինչ որ մի տեղ գնալ։ Եվ նյարդերը հանգիստ պահեք, որովհետև եթե այդպես շատ նյարդային լինեք, ապա դա կարող է առաջացնել գլխապտույտ, նաև անկանոն սրտի բաբախյուն, դող, ստամոքսի որության հարմարություններ, դրա համար պետք է ուղղակի նյարդերը ավելի հանգիստ պահել այսօր։ Նաև վերջույթները կարող են սառել, նաև մատները թմրել։ Եվ պետք է չբարձրանալ այդ օրը բարձրություն, շատ բարձր տեղ, կարող եք վնասվածքներ ստանալ, էլեկտրականության հետ բացարձակապես շատ ուշադիր եղեք, ովքեր որ հղի են եւս ուշադիր եղեք, հնարավոր է նաև ուղղակի վաղաժամ ծննդաբերություն։ Եվ իհարկե խորհուրդ չի տրվում սկսել որևէ նոր նախագիծ, նաև անցկացնել նոր սարքավորումների գիտական փորձարկումներ, որովհետև վնասվածքի վտանգը բավականին մեծ է, նաև վերակազմակերպել արտադրությունը, գյուտեր անել, գիտական գաղափարների համար է շատ վատ, գնել էլեկտրական սարքավորումներ, տեխնիկա, էլեկտրոնային սարքեր, հեռախոս կամ մեքենա, որովհետև իրենք կամ շատ շուտ շարքից դուրս կգան կամ արդեն իսկ ինչ որ խնդրով կլինեն։ Զբաղվել առևտրով, նաև ֆոնդային բորսաներում հետ խաղամոլության հետ կապադանք եւս կտանեն գումարի վատ նման, բաժնետոմսը պետք չի գնալ, նաև ֆինանսական այլ հարցերի լուծում պետք չի անել, որովհետև այդ ամբողջը կտանի ավելի վատ թարացման ձեր իրավիճակը։ Նաև կատարել վերանորոգման աշխատանքներ բացարձակապես այս միացման ժամանակ չի կարելի, սկսել շինարարություն եւս չի կարելի, էլեկտրական սարքեր վերանորոգել, համակարգիչներ եւս չի թույլատրվում վերանորոգել։ Այս պահին պետք չի իրենց ձեռք տալ։ Եվ շատ պետք չի սպորտով զբաղվել, մի ծանրաբեռնեք ձեզ։ Ֆիզիկական վարժությունները եւս կարող են որևիցե վնասվածքներ հասցնել ձեզ։ Ճիշտ է, իրենք գիշերն են հատկապես առավոտյան շուտ, դա այն մարդկանց համար է, ովքեր որ առավոտյան շուտ չգիտեմ ինչեր են անում, որոշում են առավոտյան գնալ հեռախոս գնել կամ սկսել ոյցե վերանորոգում անել, սպասեք, որովհետև այդ լարվածությունը միացման կանցնի արդեն 8:30 Հայաստանի ժամանակով, 1 ժամ էլ կարող եք համբերել, նոր հետո սկսել ինչ-որ գործեր անել։ Մնացած դեպքերում ուղղակի սպասեք, որովհետև հենց լուսինն է ամենակարևորը, որ ունի այդպես լարված միացում։ Շատ դեպքերում սա շատ լավ է, երբ որ նա իրոք գիշերն է, դրա համար գիշերը եւս պետք է էլեկտրականությունը անջատեք կամ ստուգեք, որ այն ամեն ինչ նորմալ լինի, նոր հետո պարկեք քնելու։ Նաև չի բացառվում, որ գիշերը օրինակ հոսանք չունենաք, կամ առավոտյան շատ շուտ արթնանաք եւ տեսնեք, որ հոսանք չունեք։ Նույնն էլ համակարգիչներին է վերաբերվում, շատ մի ծանրաբեռնեք, որովհետև մեկ է կարող տեսնել, որ նա ուղղակի չի աշխատում։ Այսքանը սիրելիներս, ունենք լարված միացում, որը պետք է անպայման կարողանանք տանել, համակարգիչը անջատել, լույսերը նայել, ամեն ինչ խնամել, որպեսզի դրանք չփչանան։ Այնց այս դեպքերում է, որ փչանում է այս կամ այն իրը եւ մենք չենք հասկանում ինչու ինքը ուղղակի չի միանում կամ ինչու այսպես եղավ։ Միգուցե նաեւ լույսը վառվելուց մեկ է տեսնեք, որ լամպուշկան պայթեց։ Նման պահեր շատ կարող են լինել, օրինակ գիշերը կամ առավոտյան։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք եւ ուշադիր եղեք 4 կողմը։